Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ 2026 թվական։ Ընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ արդեն իսկ սկսված տարվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ երջանկություն, ձեր ընտանիքներում խաղաղություն, բարօրություն ու ամենակարևորը հավատացեք ինքներդ ձեր երազանքներին, ձեր նպատակներին, որովհետեւ եթե դուք ինքներդ չեք հավատում, ապա ոչինչ չի ստացվելու։ Իսկ եթե ոչ ոք ձեզ չի հավատում, բայց դուք ունեք հավատ ձեր նկատմամբ, վստահեցնում եմ ձեզ անանցանելի ճանապարհներ չկան։ Գուցե այդ ճանապարհներին կհանդիպեն բարդություններ, հիասթափություններ, չգիտեմ, անկումներ, պահեր, որոնք կարող եք մտածել, որ ես այլևս չեմ ուզում, ես չեմ կարող կամ ինչպես դա անեմ, վստահեցնում եմ ձեզ հենց այդ պահերին է, որ հավատը օգնում է ու շարունակում եք դուք ձեր ճանապարհը։ Վերջում միշտ լույս կա։ Նույնիսկ դժվար անցանելի ճանապարհների վերջում միշտ լույս կա։ 2026 թվականը սկսվեց ու ես պետք է տեսանյութ նկարահանեի իրականում 2025-ի ավարտին այս մրցաշրջանի 10 լավագույն ֆուտբոլիստների վերաբերյալ, այսինքն սեպտեմբերից սկսած մինչև դեկտեմբեր այն ֆուտբոլիստները, որոնք ամենաշատն են ինձ տպավորել, դրանց մասին ես խոսեի, իմ լավագույն տասնյակը ձեզ ներկայացնեի, բայց Էրեբունի համայնքում, չգիտեմ շատերը տեղյակ եք թե ոչ, այսպես ասենք, տեխնիկական աղետ տեղի ունեցավ եւ 5 օր շարունակ ամբողջ Էրեբունի համայնքը մեծամասնությունը, ավելի ճիշտ Էրեբունի համայնքի ճուներ հոսանքա զրկված էր, Վարդաշենի հեծը պայթել էր, այդ իսկ պատճառով մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ մենք լույս չունեինք ու նույնիսկ ֆուտբոլային հանդիպում դիտելների իմ համար դժվար բան, ինչի մասին է խոսքը, նույնիսկ հեռախոսիս մարտկոցը լիցքավորելը ինձ համար մեծ խնդիր էր, այնպես որ հայցում եմ ձեր ներողամտությունը, այո, ես խոստացել եմ, որ տարվա վերջ պետք է լինի ամփոփիչ տեսանյութ, բայց ոչինչ ինձանից կախված չէր, իմ տաղավարը մթության մեջ էր, այնպես որ պետք է սպասեի մինչև լույսերը տան։ Կարծում եմ ոչ պակաս լավ ժամանակ է խոսելու այն ֆուտբոլիստների մասին, որոնք 25-26 մրցաշրջանի առաջին հատվածում իրենց ցույց են տվել բավականին լավ, որոշները այստեղ կարող են չհամընկնել ձեր մտքերի հետ, այնպես որ սպասում եմ լավագույն տասնյակին մեկնաբանություններում տեսանյութի, որովհետև վստահ եմ, կան ֆուտբոլիստներ, որոնց դուք կցանկանայիք տեսնել, բայց իմ ցանկում չկա, կան ֆուտբոլիստներ, որոնք կան իմ ցանկում, բայց դուք այնտեղ չեք ցանկանում նրանց տեսնել։ Այնպես որ բարդ ընտրություն էր, մի շարք ֆուտբոլիստներ կային, որոնք ցանկանում էի տեղավորել այս տասնյակի մեջ, բայց չստացվեց, արդյունքում մնացին նրանք, որոնք իրականում ամենակարևորն են իրենց թիմերի կազմում այս մրցաշրջանում։ Դեռևս ամենակարևորն են։ Եվ սկսենք 2025-26 մրցաշրջանի GM Sports-ի վարկածով լավագույն տասնյակը այս պահի դրությամբ ու 10-րդ հորիզոնականում իմ մոտ Լուկա Մոդրիչն է։ Իրականում ես շատ ֆուտբոլիստներ կան, որոնք ցանկանում են իտալականասերիայից ներգրավել այս մրցաշրջանի լավագույնների ցանկում, ու ես անընդհատ տնտղում էի, թե ով կարող է լինել, հա, դե Լաուտարո Մարտինեսն է լավ սկսել, բավականին մեծ ներուժ ունի ու լավ ֆուտբոլ է ցուցադրում Նիկո Պազը, Սկոտ Մակթոմինեյն է շարունակում առաջատարությունը Նապոլիում, ակտիվացել է Դավիդ Ներեսը, Ռասմուս Հոյլունդը, այնտեղ մի խոսքով շատ ֆուտբոլիստներ կան, Սուլե կա, որ խոսքի կարող է լինել այն ֆուտբոլիստը, որը կառանձնանա Իտալիայի առաջնությունում, բայց ընկերներ, ինչպես պատտվեցի Լուկա Մոդրիչից ավելի կարևոր ֆուտբոլիստ իր թիմում չկա։ Ու Լուկա Մոդրիչը արժանիորեն զբաղեցնում է այս ցանկի 10-րդ հորիզոնականը։ Վերջերս մարզական լեգենդի հետքը podcast-ի շրջանակում խոսել եմ հենց Լուկա Մոդրիչի մասին, որը դեռևս չի հրապարակվել, բայց կարծում եմ ամսի 10-ին կհրապարակեմ Մոդրիչի մասին էպիզոդը, որը վերջիններից է լինելու իմ podcast-ի շրջանակում ցավոք սրտի, բայց այդ ընթացքում, երբ որ մենք խոսեցի Los Blancos Telegram-ի admin-ներից Էմիլի հետ ու շատ հետաքրքիր մտքի եկանք, որ ամեն ինչ չէ, որ պետք է չափել վիճակագրորեն, ամեն ինչ չէ, որ պետք է նայել թվերի շրջանակում, ինչու, որովհետև մի շարք լեգենդար կիսապաշտպաններ մենք գիտենք, հա, օրինակ պատմության լավագույնները, Անդրես Ինիեստան, Չավին, Մոդրիչը, Կրոսը, իրանք X քանակի գոլային փոխանցումներ օրինակ ունեն կամ գոլեր ունեն, որոնք իհարկե թվերով եթե նայում ես չի չափվում մնացածի հետ, հա, փաստացի Մեսուտ Օզիլը ունի հավասարաչափ գոլային փոխանցում, ինչքան Չավին կամ Մոդրիչը, ավելի շատ գոլեր ունի, չգիտեմ, Կևին Դե Բրույնեն կամ ավելի շատ գոլեր ունի Ֆրենկ Լեմպարդը, քան Լուկա Մոդրիչը, լեգենդներ են, հա, մեծանուններ ֆուտբոլի, որոնք իհարկե
դրվում են էլիտար շարքի մեջ, երբ որ խոսում ենք ֆուտբոլիստների մասին։ Լուկա Մոդրիչը այդքան էլ վիճակագրության մասին չէ, բայց Լուկա Մոդրիչը շարժիչ ուժ է, Լուկա Մոդրիչը ուղեղ է, Լուկա Մոդրիչը այն ֆուտբոլիստն է, որը տալիս է տեմպ թիմին, նա գիտի երբ կանգնեցնի խաղը, նա գիտի երբ առաջընթաց գրանցի կիսապաշտպանությունում, նա գիտի ինչպես փոխանցում կատարել, ուր կատարել, ում կատարել։ Ու այս Միլանում Լուկա Մոդրիչը օդի ու ջրի պես պետք է։ Ես դիտել եմ այս մրցաշրջանում Միլանի մի քանի հանդիպում, որոշները Լուկա Մոդրիչի հետ, որոշները առանց Լուկա Մոդրիչի, իդեպ խորվատը, եթե չեմ սխալվում, խաղացած րոպեների քանակով մտնում է լավագույն եռյակի մեջ Միլանի կազմում, բայց այդ տեմպը, այն խաղային ինտելեկտը, որը տալիս է Լուկա Մոդրիչը ներկայիս Միլանին, իհարկե անչափ կարևոր է, ինչու, որովհետև երբ որ դու նայում ես, թե ովքեր են բանում մնացած կիսապաշտպանները իրենց թիմակիցները ում հետ է խաղում Մոդրիչը, հավատացեք, այնտեղ սարերի ու ձորերի տարբերություն է։ Այո, բարձրակարգ կիսապաշտպաններ են, լավ կիսապաշտպաններ են, այնտեղ կա Ադրիան Ռաբիո խելացի, այնտեղ կա ծավալ տվող Ռուբեն Լոֆտուս-Չիք, նույն ծավալ տվող Ֆոֆանա կա, բայց Լուկա Մոդրիչին մոտ ոչ մի ֆուտբոլիստ կանգնած չէ, նույնիսկ եթե Մոդրիչը 40 տարեկան է։ Ու նրա խաղը, նրա կարևորությունը Միլանի արդյունքի մեջ։ Հիմա Միլանը չեմպիոնության համար է պայքարում ու շատերը կասեք, բայց դե լավ, ի՞նչ կապ ունի Լուկա Մոդրիչը, դե ամբողջ թիմն է, դե թիմային սպորտաձև է եւ այլն, բայց հավատացեք, երբ որ դուք նայում եք Միլանի խաղը, դուք միանգամից զգում եք Լուկա Մոդրիչի ձեռագիրը, միանգամից հասկանում եք, թե ինչ վարպետ է Լուկա Մոդրիչը ու թե ինչ է տալիս Մոդրիչը Միլանին ու ինչ է կատարվում Միլանի հետ, երբ Մոդրիչը դուրս է գալիս խաղադաշտից։ Արժանիորեն Լուկա Մոդրիչը լավագույն տասնյակում է, 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Նշեմ, որ շատ երկար տեսանյութ չի լինելու, սա ուղղակի sense ամփոփիչ, որպեսզի դուք իմանաք իմ ընտրությունը, որից հետո արդեն անցնում ենք մեր բնականոն հանդիպումների վերլուծությանը։ 9-րդ հորիզոնական ընկերներ։ Տիբո Կուրտուա։ Այո, Մադրիդի Ռեալը այս պահի դրությամբ ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականով։ Այո, Մադրիդի Ռեալը պայքարում է չեմպիոնության համար, պայքարում է Չեմպիոնների լիգայի համար, այնտեղ գավաթ կա, սուպեր գավաթն է, որ էսա գալիս է։ Բայց ու կրկին, երբ որ իմ ոդքասթի շրջանակում ենք խոսում ենք, ես չեմ հիշում իրականում ում մասին էինք խոսում, որ եկավ այդ միտքը, ու դա իհարկե շատ տպավորիչ էր ու մնայուն էր իմ մեջ, որովհետև դա իրոք այդպես է։ Նայեք ընկերներ, Մադրիդի Ռեալը այնպիսի թիմ է, որը երբեք կախված չի եղել մեկ ֆուտբոլիստից, մեկ կամ երկու ֆուտբոլիստից, այսինքն մնացած այնքան վատ վիճակում են, որ նրանց չլինելու դեպքում թիմը կարող է խորտակվել։ Երբեք նման իրավիճակ ես չեմ հիշում, այսինքն պարբերաբար եղել են վատ ժամանակահատվածներ, որտեղ թիմը underperformance-ա ցույց տվել ու եղել է ֆուտբոլիստ, որը մնացածին համեմատ շատ ավելի լավն է եղել։ Բայց կոնկրետ այս մրցաշրջանի Մադրիդի Ռեալը ցավոք սրտի կախված է երկու ֆուտբոլիստից։ Ու եթե այդ երկու ֆուտբոլիստները վատ հանդիպում անցկացնեն, Մադրիդի Ռեալը 90% հավանականությամբ կպարտվի։ Մեկը Կիլիան Մբապեն, իսկ մյուսը իմ նշած Տիբո Կուրտուան։ Տիբո Կուրտուան Իսպանիայի առաջնությունում, եթե չեմ սխալվում, մտնում է լավագույն երկու դարպասապանների ցանկում կատարած սեյվերի տոկոսային հարաբերակցությամբ։ Ու դա չափազանց վատ է Մադրիդի Ռեալի պես գերակումբի համար, որտեղ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը թերևս դարպասապան է։ Այո, շատերի համոզմամբ ու օբյեկտիվորեն կարող ենք ասել, որ Կիլիան Մբապեն 2025 թվականի Ռեալի լավագույն ֆուտբոլիստներ կամ 25-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներ դեռևս Կիլիան Մբապեին կասնենք, բայց դարպասապայի կարևորությունը ֆուտբոլում կարծես թե շարունակում է մնալ թերագնահատված ու դարպասապանների խաղը ստվերվում է հարձակվողների ու կիսապաշտպանների մաստեր կլասի ներքո։ Դա այդպես չպետք է լինի, որովհետև Տիբո Կուրտուան միայն Լիվերպուլի դեմ հանդիպումը կարող է փաստել, թե ինչ կարևորություն ունի Տիբո Կուրտուան Մադրիդի Ռեալի համար, հատկապես այս մրցաշրջանում, չնայած որ ինչ եկել է Կուրտուան Մադրիդի Ռեալն ցույց է տալիս իր բարձր մակարդակ ու այս պահին իմ սուբյեկտիվ կարծիքով համարվում է աշխարհի լավագույն դարպասապահ։ Միայն Լիվերպուլի խաղը ցույց էր տվել, որ եթե չլիներ Կուրտուան, ապա Լիվերպուլը իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը կտոներ Մադրիդի Ռեալի նկատմամբ ու հանդիպումը ուղղակի չէր ավարտվի 1-0 հաշվով։ Կուրտուան, եթե չեմ սխալվում, 9 կամ 10 սեյվ է կատարել այդ խաղի ընթացքում, որոնցից համենայն դեպս 6-ը աներևակայելի սեյվեր են։
Այն որ դու չգիտես ինքը ոնց է հանում, եւ որ նույնիսկ Վիրջիլ Վան Դեյկը, այդ կադրը, երբ Վիրջիլ Վան Դեյկը գլխով հարվածում է ու Կուրտուան կրկին հեռացնում է գնդակը, Վան Դեյկը այն որ sense ժպտում է Կուրտուայի երեսին ու ասում է եղբայր խնդրում եմ թող մենք գոլ խփենք։ Թող մենք գոլ խփենք, որովհետև մենք արժանի ենք, բայց Տիբո Կուրտուան միայնակ զինվորը, որը պայքարում էր Լիվերպուլի դեմ, արժանի կռիվ տվեց առնվազն 60 րոպե։ Դրանից հետո Մակալիստերը դարձավ գոլի հեղինակ ու դրանից հետո կրկին շարունակվեց Տիբո Կուրտուայի բենեֆիսը։ Բայց ուղղակի Մակալիստերի հարված այնքան ուժեղ էր մոտ տարածությունից, որ Կուրտուան ուղղակի չհասցրեց գնդակի հետևից, որովհետև եթե հասներ, վստահ եմ նույնպես դա կհեռացներ։ Տիբո Կուրտուան Ռեալ Մադրիդի սիրտն է այս պահին։ Ինչքան էլ ես սիրում եմ Վալվերդեին, ինչքան էլ ես գնահատում եմ Կիլիան Մբապեի ներդրումը, Տիբո Կուրտուան սիրտն է Մադրիդի Ռեալի այս մրցաշրջանում, որովհետև եթե չլիներ Կուրտուան ոչ միայն Լիվերպուլի խաղը, այլև ներքին առաջնության շատ հանդիպումներ տանուլ կտար Ռեալը։ Շնորհակալություն Տիբո Կուրտուային, որ ինքը այդքան լավն է։ 8-րդ հորիզոնական Paris Saint-Germain-ի կիսապաշտպան Վիտինյա։ Վստահ եմ իմ ալիքում շատ քիչ են այն մարդիկ, որոնք հետևում են Ֆրանսիայի առաջնությանը ու հետևում են Paris Saint-Germain-ին միայն Չեմպիոնների լիգայի հանդիպումներով, բայց նույնիսկ այդ հանդիպումները բավ են, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ կարևորություն ունի Վիտինյան Paris Saint-Germain-ի համար ու ինչպես է նա շարունակում մնալ երևի թե աշխարհում 3 ամենակրեատիվ կիսապաշտպաններից մեկը։ Իհարկե շատ տարբեր բանով եմ ես նշում կրեատիվությունը, որովհետև օրինակ Պեդրի կրեատիվությունը, չգիտեմ, Ֆլորիան Վիրցի կրեատիվությունը, Շերկի ու Վիտինյայի կրեատիվությունը դրանք շատ տարբեր են։ Վիտինյան ավելի խորքից է խաղում, Վիտինյան ավելի շատ բաժանող է, Վիտինյան պրեսինգ կոտրող է, Վիտինյան գծերի արանքում ֆուտբոլիստ փնտրող է, Վիտինյան այն ֆուտբոլիստն է, որը կարողանում է գնդակով առաջ խաղացում տանել։ Այսինքն, երբ որ դու նայում ես Վիտինյանին, ես իրականում ինքս ին վրա բռնել եմ այդ միտքը, Վիտինյան ինձ հիշեցնում է Լուկա Մոդրիչին։ Լուկա Մոդրիչին խաղային տեմպի թելադրանքով, ճիշտ դրվագներում, ճիշտ որոշում կայացնելով, դժվար իրավիճակներում բավականին հարմար դուրս գալով տվյալ իրավիճակներից, կապող օղակ բոլոր ֆուտբոլիստների հետ խաղադաշտում։ Վիտինյան նույնիսկ ֆանտաստիկ մրցաշրջանից հետո Paris Saint-Germain-ի շարունակում է այդ բարձրակարգ ֆուտբոլիստը մնալ, որը ոչ մի կերպ չիջեցրեց իր նշաձողը, շարունակում է ցույց տալ այն ֆուտբոլը, որը իհարկե մենք բոլորս նրանից սպասում ենք։ Ես հիմա փորձեմ գտնել վիճակագրությունը Վիտինյայի այս մրցաշրջանում։ Վիտինյան բոլոր մրցաշարերում այս տարի այդ մրցաշրջանում անցկացել է 23 հանդիպում, դարձել 5 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ, գրեթե 2000 րոպե անցկացնելով խաղադաշտում։ Այսինքն Վիտինյան այս մրցաշրջանում ընդամենը 2 խաղ է, որ եղել է պայստայինների նստարանին ու դուրս չի եկել խաղադաշտ։ Մնացած բոլոր հանդիպումներում Վիտինյան ունեցել է իր ներդրումը, ինչը խոսում է այն մասին, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է պորտուգալացին։ 7-րդ հորիզոնականում ինձ մոտ Արսենալի ֆուտբոլիստ է։ Իհարկե Արսենալի ֆուտբոլիստ պետք է լիներ այս ցանկում, որովհետև 2025 թվականը ընդհանուր առմամբ Արսենալի մոտ շատ լավ է դասավորվում, ճիշտ է, նրանք դեռևս մեծ գավաթ չեն նվաճել, հա, Լիվերպուլը խանգարեց նրանց հաղթելու մեծ գավաթ, Պրեմիեր լիգան 24-25 մրցաշրջանում են սլոտի թիմը նվաճեց, բայց Արսենալը այնպիսի թիմ է, Միկել Արտետան հավաքել է մի կոլեկտիվ ու այնպիսի համակարգ է ստեղծել, որ նրանք տարեց տարի ուժեղանում են ու այս մրցաշրջանը կարծում եմ պետք է լինի այն վճռորոշը, որտեղ Միկել Արտետան ու իր թիմը ի վերջո կբարձրացնեն Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը, որովհետև հասկանում եք արդեն 8-րդ մրցաշրջանն է, մենք տեսանք մեր աչքի առաջ ինչպես է զարգացնում, ինչպես է մեծացնում ու հզորացնում Արսենալը իսպանացի մասնագետը ու նրանք իրոք մեծ գավաթի արժանի են, ես չգիտեմ դա կլինի Չեմպիոնների լիգան թե Պրեմիեր լիգան, համենայն դեպս երկուսից մեկը սպասում եմ բանի ձեռքերում, Արսենալի ֆուտբոլիստների ձեռքերում, բայց Գաբրիելը իրոք առաջատար է ընկերներ։ Ես իրականում չեմ սիրում նմանատիպ ֆուտբոլիստների, հա, որոնք
շարունակաբար կպնում են ֆուտբոլիստներին, շարունակաբար խաղի ընթացքում բշտում են, հրում են։ Ես հասկանում եմ, որ դա, չգիտեմ, պաշտպանի ինստինկտիվ գործողություններ են հունից անելու հարձակվողին, որպեսզի նա ամբողջ մտքով կենտրոնացած չլինի հանդիպման վրա։ Բայց կոնկրետ Գաբրիել Մագալյաշը մի փոքր չափազանցնում է, սահմանները անցնում է, բայց դա իհարկե խոսում է նաև թե որտեղից են ազգությամբ, նա բրազիլացի է ու այդպիսի բաները բրազիլացիների մոտ միշտ կան, այնպես որ կապ չունի մակարդական, նույնիսկ Բրունո Միշելը, Ալեֆ Սանտոսը Ուրարտուում այդպիսի բաներ իրենց թույլ են տալիս, այնպես որ ոչ մի խնդիր չկա, բայց փաստը մնում է փաստ, որ Գաբրիել Մագալյաշին Արսենալը գտավ ու Գաբրիել Մագալյաշը այնպես ծաղկեց Միկել Արտետայի մոտ, որ ուղղակի զարմանալդ գալիս է, թե ինչ հզոր պաշտպան է Գաբրիել Մագալյաշը։ Ամենամեծ հզորությունը, որն ունի բրազիլացին, դա թայմինգն է։ Թայմինգը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու, ճիշտ պահին ցածկ կատարելու, ճիշտ պահին հարվածելու եւ այլն, գլխի ուղղությունը փոխելու։ Ես ինչու եմ սրանք շեշտում, էսով այնց անընդհատ գրում։ Ես ինչու եմ այսքան շեշտում, որովհետեւ հասկանում ենք բոլորս էլ, որ Արսենալը ու կոնկրետ Գաբրիելը ստանդարտների վարպետ է։ 2025 թվականին Գաբրիելը ամենաշատ գոլն է խփել որպես կենտրոնական պաշտպան։ Դա ուղղակի փառահեղ արդյունք է։ Ինչն է եկել է Անգլիայի Պրեմիեր լիգա, ամենաշատ գոլն է խփել որպես պաշտպան։ Երկրորդ հորիզոնականում Վիրջիլ վան Դեյքն է։ Ուղղակի ֆանտաստիկ է։ Ու ամենակարևորը, ու ինչու եմ ես դրել Գաբրիելին լավագույն տասնյակում, որովհետև ես տեսել եմ Արսենալ կոնկրետ այս մրցաշրջանում, որը խաղացել էր առանց Գաբրիել, բայց ուներ Սալիբա, ու խաղացել էր առանց Սալիբա, բայց ուներ Գաբրիել։ Չեմ ուզում ասել տարբերությունը ահռելի էր, բայց հուսալիությունը այլ էր։ Գաբրիելը երբ խաղադաշտում է, թիմը ավելի հստակ է գնում առաջ, ավելի վստահ է իմանալով, որ թիկունքում կա Գաբրիել։ Այո, Սալիբա Մագալյաշ զույգը աշխարհում լավագույնն է այս պահին։ Դա չի էլ քննարկվում։ Մեկը մյուսին ֆանտաստիկ կարողանում են փակել, մեկը մյուսին ֆանտաստիկ կարողանում են լրացնել, մեկը արագության մասին է, մեկը խելքի մասին է։ Մի խոսքով, շատ ճիշտ զույգ է ընտրել Միկել Արտետան պաշտպանության կենտրոնում, նրանց կողքին հավաքելով ոչ պակաս խելացի պաշտպաններ, որոնք ամբողջականություն են դարձել, բայց կոնկրետ Գաբրիելը պետք է լիներ լավագույն տասնյակում, որովհետև նա իրոք փայլուն է։ Իրոք փայլուն է, որովհետև նա շատ լավն է հարձակման ժամանակ, հուսալի է պաշտպանության ընթացքում, գնդակով լավ է խաղում, օդային պայքարներում լավն է, էլ ինչ է պետք պաշտպանին ֆանտաստիկ բնութագիր տալու համար։ 6-րդ հորիզոնականում իմ մոտ Բարսայի ֆուտբոլիստ է։ Միակ ֆուտբոլիստը Բարսելոնայից, ես ցավում եմ Բարսայի երկրպագուների համար ու երևի թե այս արտահայտությունից հետո շատերը կանջատեն այս տեսանյութը, բայց ես կարծում եմ, որ ես օբյեկտիվորեն եմ դատում Պետրին դեռևս երբ որ ես ասում եմ Պետրի, ես հիշում եմ, որ նա ոսկե գնդակի մրցանակաբաշխության ժամանակ զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, հաշվի առնելով 24-25 մրցաշրջանի արդյունքները, նա 11-րդ հորիզոնականում էր, դա Բելինգեմը 8-ներ տոլի, 7-ներ, այն որ Պետրին ֆանտաստիկ է ընկերներ։ Պետրին Մոդրիչն է Միլանում։ Ուղղակի ավելի արագաշարժ, ավելի տեմպային, ավելի կրեատիվ։ Հասկանում եք, երբ որ ինձ ասում են, օրինակ տեխնիկապես ամենազարգացած ֆուտբոլիստին ասեք։ Շատերի համոզմամբ նման ֆուտբոլիստը Նեյմարն է կամ Ռոնալդինյոն։ Ես փաստում եմ դա, որ Նեյմարն ու Ռոնալդինյոն ունեն տիեզերական տաղանդ աշխատելու գնդակի հետ։ Տիեզերական տաղանդ աշխատելու գնդակի հետ։ Նրանց այդ step over-ները, նրանց հնարքները, գեղեցկություն, դա որ highlights-ները, edit-ները TikTok-ի, Instagram-ի ու մնացած բաների համար, որ իրանք անում են, իրոք շլացուցիչ էր։ Բայց իմ համար, երբ որ ասում են գերագույն տեխնիկա ֆուտբոլում, գնդակի հետ աշխատանքի, դա ճիշտ պահին ճիշտ կասեցում անելն է։ Գնալ դրիբլինգի ամենապարզ կերպով ստանալ արագություն, չկորցնելով գնդակի հանդեպ կառավարումը նույնիսկ 1 վայրկյան, լինի դա գնդակը օդում թե գետնին, կներեք։ Ու փառահեղությամբ լավագույնը Լեո Մեսին է։ Բայց հասկանում ենք, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ մարդիկ չեն դիտում ֆուտբոլը ու մարդկանց այդքան գրավիչ չի այն ֆուտբոլը, որտեղ ամեն ինչ պարզ է շատ։ Այդ Rainbow Flick-երը, որ անում են, հա, Նեյմարը, որ թիկունքից գնդակը տանում էր, փողոցում բոլորս փորձում էինք դա անել,
Այդ Ռոնալդոյի, Ռոնալդինյոյի հնարքները, Կուարեժմայի տրիվելաները, Ռաբոնաները եւ այլն, դա է գերում երկրպագուին, հասկանում եք, ու մարդիկ ենթագիտակցաբար դա վերագրում են որպես ֆանտաստիկ տեխնիկա։ Ես չեմ հակաճառում նման մարդկանց։ Իհարկե ոչ, դա եւս բնատուր տաղանդ է, աշխատանքի արդյունք է, որը գեղեցկացնում է ֆուտբոլը, բայց ընկերներ, ամենապարզ ֆուտբոլը ամենագեղեցիկն է։ Պեդրին խաղում է գեղեցկագույն ֆուտբոլ, լինելով չափազանց պարզ։ Եթե դուք մտածում եք ու դրա մասին խոսել է Թիերի Անդրին, ինչի համար նրա այդ մտքի համար անչափ շնորհակալ եմ, երբ որ մարդիկ մտածում են, որ ֆանտաստիկ է, երբ ֆուտբոլիստը իջեցնում է գնդակը, ինչ որ հնարքով կամ հնարքով շրջանցում է ֆուտբոլիստին, իսկ դուք պատկերացնում եք 70 մետր ճշգրիտ փոխանցում կատարելը, ինչ մեծ վարպետություն է պահանջում։ Դուք գիտեք, թե լինելով 20 տարեկան կառավարել աշխարհի ամենա իմիջային ակումբներից մեկի կենտրոնը, ինչքան մեծ վարպետություն է պահանջում։ Իջեցնել գնդակը հենց քո դիմաց, որ ավելորդ կասեցում անելու կարիք չլինի, տեսադաշտ ունենալ այնպես, որ ոչ մեկ չունի, դա գիտեք ինչ մեծ վարպետություն է պահանջում։ Պեդրին այդ տեսակի ֆուտբոլիստներից է, ու շարունակում է մնալ այդ տեսակի ֆուտբոլիստը, որը ստվերի տակ է, բայց նա կառավարում է։ Ու երբ Պեդրին լավ մարզավիճակում է, ընկերներ, նույնիսկ Վիտինյան դժվար թե կանգնի նրա կողքը։ Պեդրին այս մրցաշրջանում այո ուներ վնասվածքներ, այո ուներ գերծանրաբեռնվածությունն մի քանի խաղ չխաղաց, բայց այն խաղերում, որտեղ կա Պեդրին, Բարսելոնան այլ տեսք է ստանում։ Ու դա իհարկե գերֆանտաստիկ է։ Ինչպես չառանձնացնես նման ֆուտբոլիստների։ Այո կա Ռաֆինյա, որը շատ քիչ խաղաց 25-26 մրցաշրջանում, այո կա բոլորի կողմից սիրված Յամալ։ Ու հենց Յամալի օրինակը, ընկերներ, նայեք, Յամալի օրինակը։ Երկու տարբեր ֆուտբոլիստներ, որոնք տիրապետում են գնդակի հետ աշխատանքին շատ բարձր մակարդակի վրա, Պեդրին ու Յամալը։ Ինչու է Յամալը ավելի շատ վարպետ գնդակով, քան Պեդրին։ Որովհետև Յամալի հետ կապած էդիթները Instagram-ում, TikTok-ում ավելի շատ են։ Իսկ Պեդրին ամեն ինչ անում է պարզ։ Բայց հավատացեք, այդ պարզ բան անելը անչափ բարդ է։ 5-րդ հորիզոնական, կարծում եմ այն ֆուտբոլիստը, որին դուք չեք սպասում ինձ մոտ, ես հիմա միանգամից միացնում եմ վիճակագրությունը, այն ֆուտբոլիստին, որին դուք չեք սպասում ինձ մոտ, բայց ես վստահ եմ, որ նա ամբողջությամբ արժանի է լինել այս թիմում, Բավարիայի երկու ֆուտբոլիստներից մեկը, եւ իհարկե խոսքը գնում է Մայքլ Օլիսեի մասին։ Մայքլ Օլիսեն, ընկերներ, իրականում այնքան մեծ ազդեցություն ունեցավ Բավարիայի խաղային համակարգի Վենսան Կոմպանիի մտքերի ու արդյունքի վրա, որ կարելի ապշել։ 25 խաղում 10 գոլ, 14 գոլային փոխանցում, դա իհարկե գերֆանտաստիկ արդյունք է։ Ու թքած, որ այնտեղ մարդիկ կասեն, հա դա ինքը Բունդեսլիգայում է խաղում, Բունդեսլիգայում նոյեմբերին արդեն պարզով է չեմպիոն եւ դա ընդհանրապես մեկը մյուսի հետ կապ չունի։ Մայքլ Օլիսեն ֆանտաստիկ է նաեւ Չեմպիոնների լիգայում, իր խաղացած ֆուտբոլը այնտեղ եւս հրաշք է։ 4 գոլային փոխանցում եւ 1 գոլ ունի Օլիսեն։ Անցկացնելով բոլոր հանդիպումները, լավ մեկը 73 րոպե Պաֆոսի դեմ, մնացած բոլոր հանդիպումներն անցկացնելով 90 րոպե։ Երբ Օլիսեն տեղափոխվեց Մյունխենի Բավարիա, ես իրականում այնքան շատ զղջացի այդ տեղափոխությամբ, որովհետեւ ես երկար ժամանակ մտածում եմ, որ Օլիսեն է լինելու Մոսալահի հետնորդը Լիվերպուլում ու Օլիսենը լինելու այն ֆուտբոլիստը, որը կդառնա ի վերջո Լիվերպուլի աստղերից մեկը, բայց Օլիսենը ընտրեց Բավարիան։ Բավարիան շատ հաշվենկատ գործեց, շատ արագ գործեց ու ֆրանսիացին հայտնվեց բանում Գերմանիայում։ Ու երբ որ մենք մտածում ենք, որ Հարի Քեյնը Հյումինսոնից զատ ուրիշ ոչ մի վինգերը չի կարող աշխատել նույնքան համերաշխ, նույնքան պարզ, Մայքլ Օլիսեն ցույց տվեց, ապացուցեց մեզ, որ ոչ միայն Հյումինսոնը չէ, որ կարող է հասկանալ Քեյնին ամբողջությամբ։ Օլիսեն տեխնիկապես շատ զարգացած է։ Օլիսեն գիտի այդ հնարքները, Օլիսեն գիտի հասարակ դրիբլինգով ֆուտբոլի շրջանցելը, բայց Օլիսեն այնքան լավն է, որ հասկանում եք,
Ինքը խաղում է համ իր համար, բայց ինքը ավելի շատ խաղում է թիմի համար։ Դրա համար ոչ մեկ շատ չի խոսում Օլիսեի մասին, որովհետև Օլիսեն ամեն ինչ անում է թիմի համար։ Երկրորդական է Օլիսեի եսը այս պայի դրությամբ։ Եվ դրա համար Բավարիան հիմա փայլում է։ Դրա համար Բավարիան հիմա ուղղակի փայլում է։ Օլիսեն պետք է լիներ այնտեղ։ Եվ Օլիսեն արժանիորեն իմ տասնյակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որովհետև ոչ միայն խելացի եւ միառժամանակ տեխնիկապես շատ լավ զարգացած վինգերներն են եզակի ֆուտբոլիստներ այս պայի դրությամբ, այլև ֆուտբոլիստներ, որոնք ունեն ամեն ինչ, որպիսի դառնան թիմում առաջատար ու ամեն ինչ, որպիսի ամսագրերը, թերթերը, կայքերը խոսեն քո մասին, բայց միառժամանակ դու ավելի շատ թիմի համար ես անում լինելով ստվերում։ Մայքլ Օլիսեին բրավո դրա համար։ Նա իրոք ֆանտաստիկ է։ 4-րդ տեղ։ Խոսենք նաև 4-րդ տեղի մասին, որից հետո արդեն անցնենք լավագույն եռյակին։ 4-րդ հորիզոնականում ինձ մոտ Արսենալի երկրորդ ֆուտբոլիստն է, որը իմ համար կարծում եմ համակարգի կարևորագույն դետալն է, եթե ոչ դետալներից մեկն է, եթե ոչ ամենակարևոր դետալը, խոսքը գնում է անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսի մասին։ Դեկլան Ռայսը կրկին այն ֆուտբոլիստն է, որի մասին խոսելիս չպետք է առաջնային ուշադրություն դարձնես վիճակագրությանը։ Դեկլան Ռայսը այն ֆուտբոլիստն է, որը կարող է մի քանի դիրք միանգամից փակել Արսենալի կազմում։ Նա խաղաց աճպաշտպան, նա խաղաց հենակետային, նա խաղաց 8 համար, նա խաղաց box to box, ամեն ինչ կարողանում է անել։ Դեկլան Ռայսը Արսենալի այն դետալն է, որը ամեն ինչ կարողանում է անել ու ամեն ինչ անում է ամենաբարձր մակարդակի վրա։ Ամբողջ 2025 թվականն այդպես էր, բայց 2025-26 մրցաշրջանը շատ հատկանշական է, որ Դեկլան Ռայսը ստացել է կիսապաշտպանությունում առաջատարի կարգավիճակ։ Այո, բերել են Զուբիմենդի, բերել են Էզե, Կարե դե Գոր, Կամերինո, ֆուտբոլիստներ, որոնք կրեատիվորեն ավելի լավն են, քան Ռայսը, բայց ամեն ինչ չէ, որ կրեատիվությամբ կարելի է որոշել Արսենալում։ Պետք է հստակություն, պետք է բալանս տվող, պետք է հենասյուն, որին կնայեն բոլորը, եւ դա Դեկլան Ռայսն է։ Ամենայն անկեղծությամբ, երբ որ Ռայսը տեղափոխվեց Արսենալ, երբ էր 2023-ին տեղափոխվեց Արսենալ, ու նրա համար վճարեցին 100 միլիոն եվրո, ես մտածեցի, չէ, լավ, սա գուցե այն չէ, ինչ մենք մտածում ենք։ Բայց արի ու տես, որ Դեկլան Ռայսը ոչ միայն արդարացրեց, որ նա արժի 100 միլիոն, այլև ցույց տվեց, որ նրա համար նույնիսկ կարելի էր ավելի շատ վճարել։ Ռայսը ֆանտաստիկ ընկերներ։ Առանց Ռայս Արսենալը շարունակում է հաղթել։ Վերջին երկու հանդիպումներում վնասվածքի պատճառով չխաղաց։ Բայց երբ որ խաղադաշտում է Ռայսը, դժվարությունը, հա, պես FIFA, որ խաղում եք, այնտեղ կա, չէ, դժվարություն ու բան, ավտոմատ 1 level բարձրանում է։ Նման ֆուտբոլիստին թիմում ունենալը ուղղակի պարգև է։ Դրա համար էլ Միկել Արտետան այդքան պայքարում էր։ Ռայսը 4-րդ հորիզոնականում է։ Կարծում եմ նա արժանի է այնտեղ լինելու համար։ Դե ինչ ընկերներ, եկավ հանգուցալուծման պահը, լավագույն եռյակը, որոնց ես նշելու եմ, ու ես չեմ ասելու երրորդ տեղում սա, երկրորդ տեղում սա, առաջին տեղում սա, ես կասեմ, հա, ըստ դասավորվածության իմ կարծիքով ով է լավագույնը, բայց ես երեքին միառժամանակ եմ ներկայացնելու, վերջում թողնելով որոշումը ձեր վրա, թե ըստ ձեզ ով է լավագույնը։ Ես կասեմ, ինչու եմ ես համարում, որ այս երեքը պետք է լինեն լավագույն ֆուտբոլիստները ու ինչու է մեկը մյուսից առաջ մեկ սանդղակով։ Երրորդ հորիզոնական Էրլինգ Հոլանդ, երկրորդ հորիզոնական Կիլիան Մբապե, առաջին հորիզոնական Հարի Քեյն։ Ինչու՞։ Նայեք։ Երրորդ հորիզոնականում նախ իրականում սենց ասեմ, խայտարակ դժվար է ընտրել ով է առաջին, ով երկրորդն, ով երրորդը։ Խայտարակ դժվար է։ Որովհետև երբ որ ընտրում ես Քեյն, Հոլանդի ու Մբապեի երկրպագուները, տվյալ թիմերի երկրպագուները միանգամից կարողանում են հակափաստարկներով ասել, թե ինչու պետք է լինեն իրենց ֆուտբոլիստները։ Ու նույնը 3-ի վերաբերյալ է։ Եթե դնես Մբապեին 2-ի վերաբերյալ կարելի է խոսել։ Եթե դնես Հոլանդ, նույնը կարելի ասել Քեյնի ու Մբապեի վերաբերյալ։ Բայց ինչպես եմ ես հասկանում ֆուտբոլը, հա։ Էրլինգ Հոլանդը գիշատիչ է, որը տուգանային հրապարակում, երբ որ խոսում ենք դասական 9 համարի մասին, աշխարհում հավասարը չունի, ընդհանրապես։
կոնկրետ այդ ամեն ինչը, այդ ասպեկտում չունի հավասարը։ Էրլինգ Հոլանդը գերազանցեց Կրիշտիանո Ռոնալդուի ռեկորդը խփելով 100 գոլ Պրեմիեր լիգայում եւ անցկացնելով 121 հանդիպում պակաս։ Դա տիեզերական ցուցանիշ է, տիեզերական։ Երբ որ Կրիշտիանո Ռոնալդուն ու Լիոնել Մեսին իրենց պրայմում էին ու գրանցում էին վիճակագրություն, գրանցում էին ցուցանիշներ, դուք մտածում եք, որ լավ, դե այս ցուցանիշները տարիներով հələ չի անցնելու, ոչ մեկ չի կարողանալու շրջանցի, իրանք հələ կավարտեն կարիերան, մի 10 տարի կանցնի եւ այլն, բայց արի ու տես, որ արդեն մեկ լուրջ ցուցանիշ գերազանցեց Էրլինգ Հոլանդը։ Ու երբ որ Էրլինգ Հոլանդը 2023-ին տեղափոխվեց Անգլիայի Պրեմիեր լիգա, շատերն ասում էին, լավ, դե Բունդեսլիգան ուրիշ է, Պրեմիեր լիգան աշխարհի ամենաբարդ առաջնությունն է, այնտեղ նույն ձև չի կարելի անել։ Առաջին իսկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը ռեկորդ գրանցեց գոլերի քանակով, 36 գոլ, շրջանցեց Մո Սալահին։ Հաջորդը շարունակում էր լավ արդյունք։ Հիմա արդեն 18 գոլ ունի, եթե չեմ սխալվում։ 18 գոլ Պրեմիեր լիգայում ունի, աշխարհի ամենաբարդ բանում առաջնությունում։ Եվ Էրլինգ Հոլանդը կամաց ստանում է այն կոչումը, որը 24-25 տարեկանում ստանալը չափազանց բարդ է լինում, երբ խոսում ենք, որ 21-րդ 2000 թվականից ի վեր ֆուտբոլը չի տեսել նմանատիպ կենտրոնական հարձակվողի, ինչպիսին Էրլինգ Հոլանդն է։ Ու արդեն գնում են քննարկումներ, որոնց մեջ ես էլ կամ որ Էրլինգ Հոլանդը 21-րդ դարի լավագույն կենտրոնական հարձակվողն է։ Սուարեսը կա, Լևանդովսկին կա, ելով ունենք, Ագուերո կա, իշտենք 2000-ականներ, հա, այնտեղ հենց դասական 9 համարներով շատ ֆուտբոլիստներ կան, Դրոգբա, Իբրահիմովիչ եւ ընկերներ ոչ մեկ նման ցուցանիշ չի տվել։ Ոչ մեկ։ Հա, Լևանդովսկին ու Սուարեսին սկսեցին ուրիշ ձև օգտագործել։ Իրանք դասական 9 չէին, իրանք տուգանային հրապարակի 9 չէին, ոչ էլ Ագուերոն։ Բայց նույնիսկ լինելով ավելի վարիատիվ հարձակվող, նրանք չէին տալիս արդյունք։ Ընդհանրապես չէին տալիս այդ նույն արդյունքը կրկնել հնարավոր չէր։ Էրլինգ Հոլանդը տուգանային հրապարակում այնպիսի հրեշ է, որ երբ որ գնդակը նրա մոտ է, նա դառնում է գոլի եղինակ։ Եթե Կուն Ագուերոյի, Սուարեսի կամ Լևանդովսկիի մոտ հարաբերակցությունը տոկոսային գոլ խփել լինելու ու չլինելու 70-30 էր, Հոլանդի մոտ տուգանային հրապարակում 90-10։ Դա փաստ է, դա վիճակագրորեն գրանցված փաստ է։ Երբ տուգանային հրապարակում Էրլինգ Հոլանդը ստանում է գնդակ ու նրա դիմաց կա հնարավորություն հարված կատարելու 90% գործողություններում նա դառնում է գոլի եղինակ։ Դա աննորմալ վիճակագրություն է, ընկերներ։ Աննորմալ։ Ինչպես չընդգրկել կամ ինչպես չասել, որ նման ֆուտբոլիստը աշխարհում լավագույնն է։ Ինչպես չասես։ Լավ։ Երբ դու գիտես, որ դու թիմում ունես հարձակվող, որը քեզ առնվազն 30-35 գոլ ապահովում է, Կրիշտիանո Ռոնալդու, Լիոնել Մեսիից հետո շատ արագ հայտնվում է մեկը, որը ցուցանիշներով մոտ խաղ է քեզ տալիս, արդյունք է քեզ տալիս։ Ինչպես կարող ես դու չհամարել նրան աշխարհում լավագույնը։ Բայց միառժամանակ նրան կա եւս երկու գիշատիչներ, որոնք պայքարում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար։ Երկրորդ հորիզոնականում ինձ մոտ Կիլիան Մբապեն էր։ Երբ որ ես խոսեցի Ռեալ Մադրիդի մասին, հիշում եք, ես նշեցի, որ Կիլիան Մբապեին դեռ կհասնենք ու այո, մենք հասանք Կիլիան Մբապեին։ Մբապեն բացահայտ առաջատար է Մադրիդի Ռեալում։ Շնորհիվ չեմ ասում ամբողջությամբ, բայց մասամբ շնորհիվ Չաբի Ալոնսոյի։ Երբ որ մենք Կարլո Անչելոտիի օրոք ստացանք Կիլիան Մբապեին, Կիլիան Մբապեն հաղթեց սուպերգավաթ, գոլեր խփեց, բայց ոչ մի լուրջ բան դրանից հետո չհաղթեց։ Շատ երկրպագուների մոտ կային քննարկումներ, իսկ ով է Ռեալի իրական առաջատարը։ Կա Մբապե եկավ, Վինիսիուս եկավ, կար Բելինգեմ կար։ Թիմի ավակն է գուցե ինչ-որ առաջատարություն անում։ Տիբո Կուրտուան, ընկերներ, որը շարունակում է Մադրիդի Ռեալի հետ աստղաբույլում մնալ ստվերի տակ, չնայած որ լինելով այդ թիմի լավագույն ֆուտբոլիստը իմ կարծիքով։ Որտեւ ես գուցե դարպասապանների շատ եմ սիրում ու ավելի շատ եմ գնահատում նրանց կատարած աշխատանքական որոշները, միգուցե այդպես էր, ես լինելով դարպասապար ժամանակին։ Բայց Խաբի Ալոնսոյի գալով, ընկերներ, Կիլիան Մբապեն ստացավ բացահայտ առաջատարի կարգավիճակը ու ամբողջությամբ արդարացրեց։ Կիլիան Մբապեն
շրջանցեց Կրիշտիանո Ռոնալդոյի ռեկորդը մեկ օրացույցային տարում, գուցե սխալվեմ, եթե սխալվեմ ներեցեք, փաստի համար, մեկ օրացույցային տարում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։ Այդպես էր դա։ Կրիշտիանո Ռոնալդոյի ցուցանիշը 66 գոլ։ Կիլիան Մբապեն խաղում էր ցավերի միջով, ցավազրկողներով, բայց նա խաղում էր հենց այդ ցուցանիշի համար, որպեսզի ցույց տար աշխարհին, որ իմ համար պայքարել են, իսկ ես արդարացնում եմ։ Ես շարունակում եմ այն միտքն առաջ տանել, որ Մադրիդի Ռեալին պետք չէր Մբապե։ Մադրիդի Ռեալի մարզաշապիկով Մբապեն այսպես։ Մադրիդի Ռեալի մարզաշապիկով Կիլիան Մբապեն խանգարում է Վինիսիուսին։ Փակում է նրա ներուժը, սահմանափակում է Վինիսիուսին, որովհետև Կիլիան Մբապեն ինքը դասական 9 չի, ինքը չի մնում տուգանային հրապարակում կամ դրամատույցներում։ Ինքը շարժվում է աջ, ինքը շատ ժամանակ շարժվում է ձախ, իրան շատ հարմար է եզրից տեղափոխվել կենտրոնում իր գործողությունը, իր արդյունավետությունն այդպես ցույց տալ, իրան հարմար է խորքից գործել։ Դա ամեն կերպ սահմանափակում է մի շարք ֆուտբոլիստների, Բելինգեմը սահմանափակում, Ռոդրիգոն ընդհանրապես ընկել է պայստային, Վինիսիուսը, որ աշխարհում լավագույն ֆուտբոլիստն էր, ու ասում են, որ 10 անգամ ավելի լավ է անելու, որ ապացուցի, որ FIFA-ն սխալ էր տալով Ռոդրիին ոսկե գնդակը, ինչը այդպես է ինքը Վինիսիուսը պետք է ստանար։ Սահմանափակում է մի շարք ֆուտբոլիստների, բայց Կիլիան Մբապեն սահմանափակելով մյուսներին անսահմանափակ է դարձնում իր հնարավորություններն ու ուժը, որպես Ռեալի առաջատար։ Արդյունքում խեմ հայտար գրում։ Արդյունքում Մբապեն այս մրցաշրջանում լավագույն տեղում է բանով արդյունավետությամբ Իսպանիա 24 խաղում ունի 29 գոլ Կիլիանը։ Դա գերֆանտաստիկ է։ Ու Կիլիան Մբապեի երկրպագուները, Մադրիդի Ռեալի երկրպագուները ունեն ամբողջական իրավունք ասելու, որ իրենց ֆուտբոլիստը աշխարհում լավագույնն է։ Բայց ընկերներ, կոնկրետ իմ կարծիքով դա այդպես չէ։ Որովհետև ես ֆուտբոլը ուրիշ բանի համար եմ սիրում, ընկերներ։ Իմ համար գոլը, ընդհանրապես ֆուտբոլում, երբ ասում են ինչն է ամենակարևորը ֆուտբոլում, ես ասում եմ գոլը։ Որովհետև բոլոր ֆուտբոլիստները կապ չունի մակարդակից, լինի դա Հայաստանի առաջնություն, լինի դա Սլովակիայի, Նիդերլանդերի առաջնություն կամ Անգլիայի Պրեմիեր լիգա, ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալի գոլ խփելու համար։ Դա այդպես է, դա փաստ է։ Ու եթե մենք նայում ենք գոլերին, լավագույնը աշխարհում իհարկե Քեյնն է։ Իրոք, Հարի Քեյնն է։ 25 խաղ 30 գոլ։ 2000 րոպե անցկացրեց։ Վաու։ Ուղղակի վաու։ Բայց Հարի Քեյնը միայն գոլերի մասին չէ։ Ու Հարի Քեյնը միայն գոլերի ու ընդհանրապես վիճակագրության մասին չէ։ Այս Քեյնը։ Մենք շատ ժամանակ տեսնում ենք, թե ինչի մասին է Քեյնը Տոտենհեմում, ինչ է տալիս Տոտենհեմին Քեյնը, որտեղից ուր բարձրացրեց անգլիացի հարձակվողը լոնդոնյան թիմին։ Ու շատ ժամանակ մենք ասում ենք, իսկ եթե Քեյնը խաղար մի հատ այլ թիմում, որը պայքարում է ինչ-որ մի բանի համար, դուք պատկերացնում եք ինչ ֆուտբոլիստ մենք կտեսնենք։ Ես վստահ եմ, որ շատ են խոսել դրա մասին, շատ։ Ու հիմա Քեյնը արդեն երկրորդ մրցաշրջանն է Բավարիայում է։ Լուրջ հավակնություն ունեցող թիմում։ Առաջին տարում հաղթեց Բունդեսլիգան։ Հիմա պայքարում է բոլոր տիտղոսների համար։ Բայց ինչն է կարևոր, որ Հարի Քեյնը Բավարիայում 8 համար է, 6 համար է, 10 համար է, 9 համար է։ Նա գնդակ բաժանող է, նա եզրափակող է, նա ասիստներ կատարող է, նա կատարյալ ֆուտբոլիստ է թիմի համար։ Այս պայդրությամբ Հարի Քեյնը կատարյալ ֆուտբոլիստ է թիմի համար։ Նա նույն Լուիս Սուարեսն է։ Ուղղակի Լուիս Սուարեսը կեղտոտ աշխատանք էր կատարում Լեո Մեսսիի համար։ Շատ ժամանակ ինքն իրեն զոհաբերում էր Մեսսիի համար, ինչպես զոհաբերում էր Բենզեման բանի համար, Կրիշտիանո Ռոնալդոյի։ Ինքն իրեն զոհաբերում էր ֆուտբոլ։ Իսկ Հարի Քեյնը չի զոհաբերում ինքն իրեն ուրիշի համար։ Հարի Քեյնը աշխատում է իր թիմակիցների համար, դարձնելով նրանց ավելի լավը, ու միառժամանակ շարունակում է մնալ բարձունքում, վիճակագրորեն խաղային որակներով։
Հարի Քեյնի շուրջ ֆուտբոլիստները դառնում են ավելի լավը։ Իսկ Էրլինգ Հոլանդի ու Կիլիան Մբապեի մոտ այս բանը դա այդպես չէ։ Կիլիան Մբապեն իր թիմակիցներին ավելի ուժեղ չի սարքում։ Ես նոր խոսեցի։ Սահմանափակում է։ Էրլինգ Հոլանդը իր թիմակիցներին ուժեղ չի սարքում։ Էրլինգ Հոլանդը շատ է խփում, եթե նրան շատ են մատակարարում։ Եթե նրա կողքը հավաքված ֆուտբոլիստները խելքի կտոր են, ինչը 22-23 մրցաշրջանում այդպես էր, Էրլինգ Հոլանդը փաստացի ինքը գիշատի չատուգանային հրապարակում վիճակագրությունը սարսափելի լավն է, բայց ինչպես կլիներ Էրլինգ Հոլանդի վիճակագրությունը առ այսօր, եթե նրա կողքը չլիներ Գյունդողան, Բեռնարդո Սիլվա, Մարես, Գրիլիշ, Կևին Դե Բրույնե, Ռոդրի, վարպետներ, ֆուտբոլի վարպետներ, որոնք ամեն աչքերը փակ Դե Բրույնեն կնկատեր Հոլանդին։ Իսկ Հարի Քեյնը իր ֆուտբոլով համ Կևին Դե Բրույնե, համ Էրլինգ Հոլանդը, համ Կիմիխ է, համ Պեդրի է։ Ֆուտբոլը ես սիրում եմ ինտելեկտի համար։ Իսկ եթե նայում ենք այս երրյակին Հոլանդ, Մբապե, Քեյն, ես չեմ կարծում, որ Հոլանդը ու Մբապեն ինտելեկտով մոտ են Քեյնին։ Իսկ քանզի ես ֆուտբոլը ընդունում եմ ինտելեկտի համար, իմ համար խելացի ֆուտբոլիստները շատ ավելի լավն են, քան տեխնիկապես զարգացվածները։ Ես տենց ֆուտբոլիստների եմ սիրում։ Դրա համար էլ Քեյնը ինձ մոտ առաջին հորիզոնականում է։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում այն տասնյակը, որոնք ըստ ձեզ լավագույնն են 25-26 մրցաշրջանի առաջին հատվածում, գրեք մեկնաբանություններում, կարող եք Telegram-յան իմ ալիքում գրել, Instagram-ում գրել, որտեղ ուզում եք գրեք, ես ցանկանում եմ դա տեսնել։ Հանդիպելու ենք արդեն, կարծում եմ, մեր հերթական վերլուծության շրջանակում խաղերը վերսկսել են, մոտենում աշխարհի առաջնությունը, ես մտածում եմ աշխարհի առաջնության վերաբերյալ ինչ-որ նախապատրաստական շարք ստեղծել, խոսել մի փոքր աշխարհի առաջնության մասին, ինչը ոնց կարող է լինել եւ այլն, բայց դա թողնենք դեռևս ժամանակին, հիմա հունվարի 3-ն է, գնացեք կերեք տոլմա, գնացեք կերեք բլինչիկ, իդեպ եթե դուք այս ընթացքում էլի բլինչիկ տոլմա եք ուտում, ես ձեր ցավը տանեմ, իսկ մենք արդեն կհանդիպենք մյուս շաբաթ քննարկելու այն հանդիպումները, որոնք արդեն ավարտվել են։ Այնտեղ Աստոն Վիլան կրվեց, խառատ բաներ տեղի ունեցան, բայց չհասցրեցի քննարկել, լույս շունեինք։ 25 թվականի լավագույն ֆուտբոլիստ, կիսապաշտպան, տենց բաներ չեմ անելու, որովհետև խեղաթյուրեց UEFA-ն ու FIFA-ն այդ ամենը, ես չեմ պատրաստվում շարունակել այդ թեման քննարկել, այնպես որ այսքանով ավարտում ենք։ Ձեզ հետ Գևորգ Մալաքյանն էր, հաջողություն։